Գերագույն հոգևոր խորհուրդը մտահոգություն է հայտնել քարոզարշավի ընթացքում անընդունելի միջոցների, բռնաճնշումների, ոչ իրավաչափ ուժի, հասարակությունը պառակտող ատելության խոսքի վերաբերյալ, դրանք որակելով լրջագույն սպառնալիք հայոց պետականության համար։ Խորհուրդը նաև տարակուսելի է համարել ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության մայիսի 13-ի հայտարարությունը եկեղեցու քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավվածության մասին և միջազգային կառույցներից ակնկալում է արդարամիտ արձագանք իշխանությունների եկեղեցու դեմ սանձազերծված արշավի ու սահմանափակումների վերաբերյալ։ Մեծի տանընկիլիկյո կաթողիկոս Արամ Ան Վատիկան կատարած այցի երկրորդ օրը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պարոլինի հետ։ Նա կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում, ակնկալելով Սուրբ Աթոռի աջակցությունը։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման ընթացքում հոգևոր առաջնորդները քննարկել են Արցախին, արցախահայության վերադարձին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ճգնաժամին առնչվող հարցեր։ Կարդինալ Պարոլինը ներկայացրել է Իսրայելի և ԱՄՆ-ի մոտ Վատիկանի գործադրած դիվանագիտական ջանքերը, ինչպես նաև Արցախի ու հատկապես գերիների ազատ արձակման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Վատիկանի վարչապետը ողջունել է կաթողիկոսի առաջարկը Սուրբ Աթոռում Մերձավոր Արևելքի քրիստոնյա հոգևոր առաջնորդների խորհրդակցական հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Նրանք փոխանակվել են հուշանվերներով, որոնց թվում են Արցախի եկեղեցիների պատկերագրքերը։ Հայաստանում ընթացող նախընտրական ակտիվ զարգացումներին զուգահեռ քաղաքացիական հասարակության կառույցները քայլեր են ձեռնարկում ընտրական գործընթացների թափանցիկությունը երաշխավորելու ուղղությամբ։ Երիտասարդական ակումբների դաշնությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղական դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Դեռևս 2003 թվականից այս ոլորտում փորձառություն ունեցող կազմակերպությունը այս տարվա իր առաքելությունը խորհրդանշական կերպով անվանել է «Արդար քվե», քանի որ կառույցի համոզմամբ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը արժեքավոր եւ յուրաքանչյուրը պետք է տեր կանգնի իր ընտրական իրավունքին։ Դիտորդական առաքելությունը նորարարական թվային գործիք է ստեղծել, գործարկելով Արդար քվե կեթայի հատուկ կայքը, որը հնարավորություն կտա ավելի հանգիստ ու թափանցիկ կերպով հավաքագրել, տեղադրել եւ հանրայնացնել ընտրական գործընթացներին վերաբերող ողջ տեղեկատվությունը։ Քվեարկության տեղամասը այստեղ էլ հստակ բոլոր տեղամասերը արդեն կան, այսինքն շատ հեշտացնում է գործը, կամ տեղամասն է, կամ տեղամասին հարակից տարածքում է գտնվում տեղի ունենում process-ը։ Տեսեք, այստեղ նաև ապացույցներ եւ աջակցող նյութեր։ Կարող ենք ներբեռնել ապացույցը, լուսանկարը, տեսանյութը, ինչ հնարավոր է, եւ դրանից հետո գրում ենք ուղղակի էլեկտրոնային հասցե եւ հեռախոսի համար, որը էլի պարտադիր չի։ Այսինքն այստեղ պարտադիր հանգամանքը նյութերի փաստերի առկայությունն է։ Կայքի միջոցով իրականացվող քարտեզագրումը արդեն իսկ արտացոլում է հանրապետության տարբեր մարզերում, հատկապես մայրաքաղաք Երևանում արձանագրված ենթադրյալ խախտումներ, որոնք ներառում են ապօրինի քարոզչության, վարչական ռեսուրսի կիրառման եւ ընտրողների նկատմամբ ճնշումների վերաբերյալ ահազանգեր։ Չինաստանում սկսվել են Սի Ցզինփինի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Պուտինը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում ճգնաժամի ֆոնին Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, հանդիսանալով գործընկերության մոդել։ Նույնիսկ անբարենպաստ արտաքին գործոնների ֆոնին մեր փոխգործակցությունը լավ դինամիկա է ցույց տալիս, նշել է Ռուսաստանի նախագահը։ Ռուսաստանի եւ Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը վերջին քառորդ դարի ընթացքում աճել է ավելի քան 30 անգամ։ Ցզինփինն էլ հայտարարել է, որ երկու երկրները պետք է ստեղծեն ավելի արդարացի համաշխարհային կառավարման համակարգ։ Դաշնության նախագահը Սիին հաջորդ տարի հրավիրել է Ռուսաստան։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու աշնանը Շենժենում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովին։ Իրանին հարվածելուն 1 ժամ է մնացած եղել, երբ Պարսից ծոցի երկրների ղեկավարները զանգահարել են Վաշինգտոն ու խնդրել ԱՄՆ նախագահին հետաձգել որոշումը, քանի որ Իրանը սկսել է բանակցել։ Այս մասին պատմել է հենց Թրամփը լրագրողներին։ Նա մեծ հույսեր չի կապում ընթացող բանակցությունների հետ եւ կարծում է, որ ստիպված կլինեն եւս 1 հարված հասցնել Իրանին։ Թրամփը Իրանի վերջնական որոշմանը պատրաստ է սպասել ընդամենը 2-3 օր, առավելագույնը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։ Եթե բանակցությունների արդյունքը չգոհացրեց, հարվածելու է։
Լիբանանի հարավում Տյուրոս քաղաքի Ալ-Մաշուկ շրջանում երեքշաբթի իսրայելական ավիահարվածներից բնակելի շենքերից մեկը հիմնահատակ կործանվել է, իսկ հարակից կառույցները լուրջ վնասվել են պայթյունի ալիքից։ Իսրայելական կողմը պնդել է, թե թիրախավորված շենքը օգտագործում էր Հեզբոլլահ խմբավորումը։ Միացյալ Նահանգներում անցած շաբաթ ձեռք բերված 45-օրյա հրադադարը Իսրայելը արհամարհում է, ինչպես կանխատեսում էին փորձագետները։ Իսրայելի զինուժը հարավային Լիբանանի շուրջ 80 քաղաքների եւ գյուղերի բնակիչների կոչ է արել չվերադառնալ իրենց տներ, պատճառաբանելով, որ տարածքում շարունակվում են ռազմական գործողությունները։ Վերջին 2 ամիսների ընթացքում 3000-ից ավելի լիբանանցի է զոհվել Իսրայելի հարվածներից, երկրի տարածքի 5%-ը օկուպացված է, 100 հազարավոր մարդիկ դարձել են փախստական։ Եթե ԱՄՆ պատերազմը շարունակի, կբացվեն այլ ճակատներ, հայտարարել է Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեին, մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական հարվածի նոր սպառնալիքը։ Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի եւ չի ունենա անհրաժեշտ փորձը։ Եթե ռազմական դրությունը պահպանվի, ելնելով մեր կողմի շահերից, այդ լրացուցիչ ճակատները կբացվեն, նշել է գերագույն առաջնորդը։ Չիլիի մայրաքաղաք Սանտիագոն դարձել է աշխարհի ամենաաղտոտված օդով երկրորդ քաղաքը, այս ցուցանիշով զիջելով միայն Պակիստանի Լահոր քաղաքին։ Երկուշաբթի օրը նկարահանված կադրերում անզեն աչքով երևում է Սանտիագոյի վրա ծանրացած թանձր սմոգը։ Քաղաքի օդի վատ որակի գլխավոր պատճառներից մեկը նրա կաթսայաձև աշխարհագրական դիրքն է, ինչի հետևանքով քամի չի խաղում քաղաքում։ Մասնագետները նշում են, որ ծխի տեսքով թունավոր արտանետումները այլ քաղաքներում ավելի շատ քան Սանտիագոյում, բայց դիրքի պատճառով այստեղ ծուխը բարձրանում է վերև ու մնում քաղաքի գլխին կախված։ Իշխանությունները մայրաքաղաքի բնակիչներին հորդորել են խուսափել դրսում երկար մնալուց, փողոց դուրս գալիս կրել պաշտպանիչ դիմակներ։ Չիլիի մայրաքաղաքում ապրում է մոտ 7 միլիոն մարդ։